Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ, Հայաստանի հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության հետ համատեղ սկսում են նոր հաղորդում, որի նպատակն է գիտելիք փոխանցել Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք քննադատաբար մոտենան հատկապես սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության եւ հատկապես ընտրություններից առաջ։ Նորություն չէ, որ յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ Հայաստանը բախվում է ապատեղեկատվական լայն արշավներին եւ սա խնդիր է ստեղծում Հայաստանի քաղաքացիների համար գիտակցված ընտրություն կատարել։ Յուրաքանչյուր շաբաթ մենք հյուրընկալելու ենք փաստերի ստուգմամբ զբաղվող հայաստանյան հարթակներից մեկի ներկայացուցչին, տեսնելու թե ինչ նոր ապատեղեկատվական պատումներ, նարատիվներ են հայտնվել հայաստանյան տեղեկատվական դաշտում, նաեւ մեզ հետ է լինելու տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ։ Հյուրընկալել ենք նաև փաստերի ստուգմամբ զբաղվող Media AM հարթակի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանին եւ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանին։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Գեղամ, ձեր դիտարկումները նույնպես ցույց են տալիս, որ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հայաստանյան տեղեկատվական դաշտում ընդհանուր առմամբ ապատեղեկատվական նարատիվները, կեղծ նորությունները կարծես շատացել են։ Ողջույն։ Այո, ընտրություններից առաջ տեղեկատվական հարձակումները, տեղեկատվական ակտիվությունը մեծանում է եւ դա իհարկե արդեն 26 թվականն է եւ 26 թվականի ընտրությունները բացառություն չեն։ Կարծում եմ, որ 26-ի այս ընտրություններին դեռ 25-ից դուք նկատում եք 25-ի սկզբից, 25-ի ամառվանից բազմաթիվ դեպքեր են գրել փաստեստուգող լրագրությամբ զբաղվող խմբագրությունները, օտարերկրյա տարբեր միջամտությունների, որոնց պոչերը տանում են սովորաբար 1 կամ 2 երկիր, մաքսիմում 3 երկիր, եւ այդ նորությունը այն է, որ ասենք եթե անցյալ տարվա նորությունը վերցնենք Հայաստանի համար, այն է, որ դոպինգ գենգլերի մեթոդը ասածը կեղծ կայքերի։ Հա, կարող է սխալ արտաբերեցի, բայց կներեք դրա համարից։ Սկսել են ավելի հաճախ օգտագործել մեթոդը, երբ որ հեղինակավոր որևէ կայքի նմանությամբ ստեղծում են կեղծ կայք եւ այդ կեղծ կայքի միջոցով սկսում են շղթայական ռեակցիա ազդելու համար մարդկանց տրամադրությունների, հանրային կարծիքի վրա որոշումների կայացնելու։ Արթուր, եթե փորձենք դարձյալ իմի բերել, ինչ եք կարծում, ապատեղեկատվական արշավները Հայաստանում ավելի համակարգված են դարձել, գուցե նոր տեխնոլոգիաների պատճառով, թե մենք պարզապես այդ թվում փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների, մեր գործընկերների օգնությամբ սկսել ենք ավելի հաճախ նկատել այդ։ Մեծ հաշվով արշավները շատ չեն փոխվել եւ պիտի հասկանանք, որ դրանք սովորաբար կոնկրետ իրադարձությունների հետ են կապակցված լինում։ Այսինքն մենք շատ մեծ ծավալի համակարգված ապատեղեկատվական արշավներ տեսնում ենք 2021-ի նախընտրական շրջանում կամ 2020 Գեղամը խոսեց։ Այո, 2022-ին, իսկ վերջին շրջանում մեզ մոտ ինչ որ մի փոքր երևի ծույլ process է գնում, տպավորություն ունենք, որ օրինակ հատկապես երբ խոսքը գնում է օտարերկրյա ապատեղեկատվական արշավների մասին, դրանք ավելի շուտ է դրոշակը մխրճելու տպավորություն են թողնում, այսինքն կարծես ինչ որ բան անում են, որպեսզի բայց արդյունավետ չեն։ Նույնիսկ չեն էլ փորձում լինել արդյունավետ, այլ ավելի շատ ոնց որ տեսնում ենք օրինակ օգտահաշիվների կուտակում եւ համակարգման փորձեր, ինչ որ Twitter-ներ, retweet-ներ, ինչ որ նոր օգտահաշիվներ են ստեղծվում, որոնք, չգիտեմ, օրինակ սկսվում են երիտասարդ աղջկա սիրուն պրոֆիլով, հետո ինչ որ ժամանակ որ հետևում ես, մեկ էլ տեսնում ես հանկարծ դարձավ 51 կնոջ պրոֆիլ եւ այլն, այսինքն ժամանակ է անցնում։ Այսպիսի դիտարկումներ ենք մենք տեսնում ու ակնհայտ է, որ դա դեռևս վերջնական ապրանքը չէ, այլ process-ներ են գնում, ուժեր են կուտակվում ի վերջո ընտրությունների նախաշեմին բուն արշավը նախաձեռնելու։ Դիտենք կարճ մի տեսանյութ, թե ինչպես ընդհանրապես աշխատում ապատեղեկատվությունը, նաև սոցհարթակներում, որից հետո կվերադառնանք տաղավար։ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում Brexit-ի հանրաքվեից առաջ սոցիալական մեդիայում լայնորեն տարածվեց մի պնդում, թե երկրի անդամակցությունը Եվրամիությանը շաբաթական 350 միլիոն ֆունտ է արժենում։ Գումար, որը հնարավոր է ուղղել առողջապահությանը։ Պնդումը արագ տարածվեց Facebook-ում ու Twitter-ում,
հստակ ուղերձով անդամակցությունը Եվրամիությանը թանկ է նստում բրիտանացիներին։ Ժամանակ անց սակայն պարզվեց, այդ թիվը իրականությանը չէր համապատասխանում, բայց կեղծիքը իր գործն արել էր, դառնալով լուրջ փաստարկ քաղաքական բանավեճում։ Միացյալ Թագավորությունը դուրս եկավ Եվրամիությունից։ Հայաստանը բնականաբար զերծ չէ այդ ամենից։ Միայն նախորդ շրջանում տարածվեցին մի քանի կեղծ տեղեկություններ։ Երկրում իբր կառուցվելու են մի քանի մզկիթներ, Երևանում անցկացվելու է LGBT շքերթ, վարչապետ Փաշինյանը արտերկրում դղյակ է գնել, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ծառայում է թուրքական հետախուզությանը, ֆրանսիացիները միջուկային թափոններ են բերում Հայաստան եւ այլն եւ այլն։ Արչեվում խորհրդարանական ընտրություններ են եւ նման ճակերտավոր տեղեկատվությունը միայն շատանալու է։ Արթուր, դուք խոսեցիք սոցհարթակներից, Հայաստանը բացառություն չէ, ողջ աշխարհում է ըստ էության այդպես, սոցհարթակները այսօր դարձել են ապատեղեկատվության տարածման գլխավոր միջավայր։ Կարող ենք մեր ունկնդիրներին ասել մարդկանց, որ գիտեք, երբ որ դուք ամեն անգամ մուտք եք գործում Facebook, Instagram, TikTok, դուք երաշխավորված գործ եք ունենալու ապատեղեկատվությանը, եւ եթե այդպես է, դուք ինչ խորհուրդ կարող եք տալ մեր ունկնդիրներին, ինչպես մարդիկ իրենց կարող են պահել, պետք է պահեն սոցհարթակներում։ Մեծ հաշվով ինչ ուզենք կարող ենք ասել, բայց ամեն ինչ այդքան միանշանակ չի։ Այսինքն, եթե մարդը կուրացիա է անում իր սոցցանցերը, այսինքն ընտրում է ամեն պատահած մարդու friend չի ավելացնում, ամեն պատահած edge իրեն չի ավելացնում, կա շատ մեծ հավանականություն, որ ինքը գրեթե չի հանդիպելու ապատեղեկատվության կամ քիչ է հանդիպելու եւ այդ ապատեղեկատվությունը լինելու է շատ կոնկրետ թիրախավորված արշավների հետևանք եւ իրեն ընդհանրապես բերելու են գովազդային ինչ-որ ռոլիկներ, որ ինքը տեսնել որ սպոնսոր եւ ապատեղեկատվություն ստեղծողները նաեւ դա են օգտագործում հասնելու համար։ Եղամ Media.am-ը հրապարակել է նոր, կարելի ասել, ուսումնասիրություն, թե օրինակ ինչպես են ռուսական պետական լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները գլխավորապես օգտագործում ճակերտավոր արևմտյան փորձագետների, լրագրողների կեղծ տեղեկություններ, ապատեղեկատվություն տարածելու համար, այդ թվում Հայաստանի մասին։ Ովքեր են անձինք, ինչ մեխանիզմներ են օգտագործում։ Մեր հեղինակներից Լուսինե Ոսկանյան երկար ժամանակ ուսումնասիրել է թեման եւ ներկայացնում է նաեւ վիզուալ պատկերներով, թե ինչպես է, այսպես ասած, Կրեմլին հարմար քարոզչությունը տարածվում տարբեր ալիքներով եւ այդ քարոզչությունը նաեւ հասնում Հայաստան, եւ ասում Կրեմլին հարմար քարոզչություն նկատի ունեմ դեպքեր, երբ որ ոչ ազգությամբ ոչ ռուս փորձագետներ ներկայացվում են որպես անաչառ փորձագետ։ Այսինքն մարդը ազգությամբ ռուս չէ, մարդը այսպես պաշտոնապես կապեր չունի Ռուսաստանի հետ, Կրեմլի հետ, առաջին հայացքից չունի, այսպես ասած։ Բայց փաստացի ունի եւ նա ֆրանսիացի է կամ սերբ է կամ բրազիլացի է եւ նրա կարծիքը ներկայացվում է որպես այլընտրանքային կարծիք, որ այդ տեսեք այսպես է ու շատ կան դեպքեր, երբ որ այդ մարդիկ նաեւ հայտնվում են Հայաստանում, կան դեպքեր, երբ որ այդ Հայաստանը նկատում Հայաստանի հայկական մեդիայում եւ կան դեպքեր, երբ որ այդ փորձագետները կրեմլյան քարոզիչները, որոնք որ ռուս չեն ազգությամբ, իրենք անդրադառնում են Հայաստանում ընթացող process-ներին, Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններին, Հայաստան Եվրամիություն ընթացիկ աշխատանքներին, հապկի այդ բարդ խճճված հարաբերություններին եւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Թուրքիա-Ադրբեջան բնականաբար։ Ասենք մարտավարությունը այդպեսին է, էլի, այսինքն երբ որ ներկայացնում ես մարդու, որը օրինակ, ասենք օրինակ մենք մինչև այդ մի հատ հոդված ենք գրել, երկու լրագրող կան, Չեյբոուզ եւ Թոմաս Ռոպեր, որոնք որ ներկայացվել էին հոդվածում այն մասին, թե իբր թե Հայաստանում բանտերում հարյուրավոր ընդդիմախոսներ են մահացել իշխանության, որը որ լինելով ճակերտավոր, այսպես անկախ արևմտյան լրագրող ներկայանալով այդպեսին, կա այդպեսի մի սայթ VT Foreign Policy, Veterans Day Foreign Policy, այդ կայքը դավադրապաշտական տեսություններ, կեստեղեկությունների հարթակ է որպես հայտնի, բազմաթիվ անկախ փաստացիների կողմից նյութ էին գրել։ Այո, ապացուցված է, որ դա այդպեսին է, այդպեսի նյութ էին գրել։ Եվ ասենք, եթե ասենք ավելի հեռու գնանք, օրինակ ասենք Ռուսաստանում շատ հայտնի դեպքերից մեկը ֆրանսիացի զինվորականի ներկայացող մի մարդ կա, ասենք անունը Ադրիեն Բոկեա։
այս մարդը Ռուսաստան ներկայացնում ռազմական փորձագետ, վերլուծություններ անում, ասենք ֆրոնտի մասին եւ այլն, բայց ասենք իրականում ապացուցված է եւ գրվել է այդ մասին, որ ինքը ընդհանրապես ինքը իր կենսագրությունը կեղծել է եւ կեղծված կենսագրությամբ զինվորական է, բայց ռուսական հերոսատեսության գլխավոր հերոսներից մեկն է։ Եթե դուք ունեք հարցեր մեր հյուրերին կամ նկատել եք ապատեղեկատվություն, կեղծ տեղեկություն, հատկապես սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, գրեք մեզ մեր էլեկտրոնային հասցեին կամ թողեք ձեր գրությունը մեկնաբանությունների դաշտում այս հաղորդման հրապարակման ներքո Facebook-ում, YouTube-ում ձեր հարցերը, ձեր այսպես տեղեկատվությունը կարող է հիմք դառնալ մեր հաջորդ հաղորդումների համար։ Արթուր, ես գիտեմ, որ դուք արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ ուսումնասիրել եք հունվար ամսվա ընթացքում հայաստանյան տեղեկատվական դաշտում ինչ նարատիվներ էին գործում, այ խնդրում եմ ներկայացրեք, ինչ որ թվեր, ուղղություններ, ինչ է հասցրել ձեր գլխավորած թիմը նկատել հունվար ամսվա ընթացքում։ Տեսեք, նախ ասեմ, որ հիմնականում օգտագործել ենք արհեստական բանականության գործիքներ եւ սոցցանցային անալիտիկայի գործիքներ, այսինքն դա չի հավակնում լինել վերջնական մոնիտորինգ, բայց երևի 4 հիմնական նարատիվներ կառանձնացնեմ, այսինքն ինչ թեմաներով ենք տեսել շատ մեծ քանակի կենտրոնացում, հատկապես այսպես պայմանական ասած նեյտրալ, չարամիտ այս տիպի գործիչների կողմից, հա։ Եվ մենք օրինակ տեսել ենք, որ շատ է շահարկում օրինակ Հայաստանի սուվերենության թեման, որ այս ընտրությունները վճռորոշ են, այստեղ որոշվելու է Հայաստանի անկախության հարցը, Հայաստանի քաղաքական, տնտեսական անկախությունը կամ հայի ինքնությունը, այս թեման է շատ շահարկվել, բավական շատ է խոսվել մեծ ինստիտուտների լեգիտիմիզացիայի նվազեցման մասին, որ օրինակ քայլեր են անում, որպեսզի կործանեն բանակը, եկեղեցին, պետությունը, չեմ կրոնը, ընտրական գործընթաց, այս թեմաներով են գրում, եւ նաեւ հիբրիդային պատերազմի այս կոնտեքստում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը արտաքին թշնամիներ ունեն, որ Հայաստանում 5-րդ շարասյուն է գործում, որ AI fake-եր են շատ շրջանառվում, ու ընդ որում ուշագրավ է, որ այս դիտարկված ժամանակահատվածում շատ քիչ են եղել AI fake-եր, իրականում Կամչատկայի ձյան fake-ն է միայն եղել քիչ շատից, բայց անընդհատ խոսվում է, որ այ fake-ը գեներացված տեսանյութերի մասին է խոսում։ Այս թեմա գրեթե ակնհայտ աչքի գնող fake չի եղել, բայց խոսակցությունը դրա շուրջ վայ մեր վերջերս թվային տվյալներ ներկայացնել։ Եկեք ինչ որ թվեր ասեմ, օրինակ մենք ուսումնասիրել ենք մոտ երևի 1600-ից ավելի հոդված գրառում, այսպես ասեմ, հայաստանյան հատվածում, հայաստանյան սոցցանցային հատվածում եւ դա ծածկել է Telegram, TikTok, Facebook, YouTube, այս հիմնական սոցցանցային պլատֆորմները, ամենամեծ քանակը, որ մենք ուսումնասիրել ենք YouTube-ն է, ու այնտեղ նաեւ հնարավոր եւ տեքստային եւ վիզուալ ինֆորմացիայի համադրությունը փորձել ուսումնասիրել, նաեւ շատ ակտիվ է Telegram-ը, բայց չնայած որ YouTube-ն ու Telegram-ը այսպիսի գերակշիռ տեր ունեն, քանակական գերակշռություն ունեն, ազդեցության առումով տպավորություն կա, որ ամբողջ խոսակցությունը Facebook-ում է։ Չնայած Facebook-ը անգամներ ավելի քիչ կոնտենտ է գեներացնում։ Ինչ տվյալներ կարող եք փոխանցել լրացուցիչ ձեր հետազոտությունից։ Երևի կասեի, որ ես մի քանի թեմատիկ ուղղվածությունների եմ նայել եւ փորձել եմ ամեն ամիս թարմացնել այդ տվյալները, օրինակ հիմնական ուղղությունները դա սահմաններ միջազգային առևտուր, որտեղ 300-ից ավելի մեզ հետաքրքրող տիպի գրառումներ կան, որոնք քարոզչական ինչ որ նշանակություն ունեն, ընտրական գործընթացներն են, որը երկրորդ իր ակտիվությամբ ու ընտրական գործընթացների թեման բավական շատ շահարկվեց այս փուլում, զինված ուժերի թեման է շահարկվում եւ գրեթե հավասար, եկեղեցու թեման, եւ նաեւ բավական խոսակցություններ կան էներգետիկայի եւ ենթակառուցվածքների մասին, այդ թվում էլեկտրական ցանցերի համատեքստում եւ իր ակտիվությամբ դեկտեմբերի համաձ գալու են նվազեց Եվրամիություն Հայաստան այս թեման, քանի որ դեկտեմբերին ես տեսնում էի, որ շատ է շահարկում են թեման, որ այ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ընտրություններին, քանի որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով աջակցության ինչ որ գումարներ է տրամադրում։ Շատ լավ, շնորհակալություն։
Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Media.am հարթակի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանին եւ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանին։ Եթերում Fake Check-ներ, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։